Ողջույն, ինչպե՞ս եք։ Ես էլ եմ լավ, մերսի։ Տեսակ մեր թատրոնի փուլը ինչ հավես անցավ, ինչ էմոցիոնալ, ինչ լարված։ Մի խոսքով մենք արդեն գիտենք, թե ովքեր են մեր 30 մասնակիցները, ովքեր անցան կիսաեզրափակիչ, այսինքն workshop-ի փուլ։ Բայց ես ձեզ խոստացել էի, որ այս շաբաթ եւս լսելու ենք մի քանի մասնակցի լսումներ։ Դե ինչ, Հայ Սուպերստար 6, Օրագիր 6, անդրադարձ լսումների փուլին։ Ես Գոր Համբարձումյանն եմ, 18 տարեկան, քաղաք Երևանից։ Սովորում եմ Արնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի 4-րդ կուրսում։ Շատ եմ սիրում երգել, երգը ինձ համար ամեն ինչ է։ Երգից բացի նաև սիրում եմ զբաղվել սպորտով, մարզասրահ եմ հաճախում։ Ինչ եք պատրաստել այսօր։ Այսօր պատրաստել եմ Լայոնել Ռիչի Hello եւ Կոստանտին Պետրոսյանի Հայաստան երգերը։ Օ, Սկսենք։ սկսեք։ Մի հուզվեք։ Հայ Սուպերստարը ինձ համար առաջին մասշտաբային մրցույթն է, հեռուստատեսային։ Այս մրցույթը ինձ համար շատ կարևոր է, ավելի շատ փորձ ձեռք կբերեմ։ And in my dreams I've kissed your lips. Ունեմ շատ նպատակներ, ցանկանում եմ դառնալ հանրաճանաչ երգիչ, իմ տեղը գտնել կյանքում, հասարակության մեջ։ Ես իմ ամբողջ կյանքում ամեն ինչ արել եմ, որ մարդիկ ինձ ընդունեն հավասարը հավասարի հետ, որպես անկախ մարդ, ով ուղղակի ունի երազանքներ, նպատակներ ու ցանկանում է կյանքում առաջ շարժվել։ Ամեն ինչ մարդիկ կան, չէ, որ Միքայելից են անում, իրանց մոտ Միքայելից է ստացվում, իմ մոտ ստացվում է 4 քայլից, 5 քայլից, բայց անպայման ստացվում է։ Ուղղակի ինձ այս իմ տեսողությունը հենց այնքան է, որ ես ավելի շատ պետք է աշխատեմ։ Շնորհակալություն Գոր ջան, շնորհակալություն։ Ես հիմա միայնակ գնում եմ քոլեջ, իմ մարզասրահ, Երգեպետական թատրոնել եմ միայնակ գնացել։ Ես երթևեկում եմ ավտոբուսով, Երևան քաղաքի ավտոբուսով։ Դժվար է ստացվում, բայց անհնարին չէ։ Ինձ ավելի շատ օգնում է իմ լսողությունը, փողոցները անցնում եմ լսողությամբ, երբ որ մեքենա չկա, լսում եմ մեքենայի ձայնը, կամ ինչպես են մարդիկ քայլում։ Կարևորը որ մարդ եթե ունի ուղեղ, կլինի անկողնային վիճակ, կլինի հենաշարժողական խնդիր ունեցող, կապ չունի, կամ ինչ-որ այլ ուրիշ վիճակ, եթե մարդը ունի ուղեղ ու այդ ուղեղը լիարժեք աշխատում է, այդ մարդը իրավունք չունի այդ ուղեղը չօգտագործի, ուրեմն ինքը պետք է օգտագործի։ Փորձում ես ճիշտ երգել, նոտաները ըմբռնես, ժամանակին մտնես, բայց ինչ-որ բան ինձ չի հերիքում։ Չնայած հասկանում եմ, որ երգիծողությունդ կա, մարզված է, այսպես ասած, ամեն ինչ, այսքան։ Գոր ջան, ես հավատացի ձեզ, որովհետև ես լսեցի ձայն, որը հասկանում է ինչ է երգում։ Դուք երգում եք ամենայն դեպս ինձ համար, սրտով, հոգով և էմոցիայով։ Պարզապես վոկալի մեջ ինձ երևի թե Գորին մի քիչ այս դեպքում խանգարում էր, ավելի բացատրեմ, շատ ուղիղ երգեցողությունը, շատ ուղիղ։ Այ իմ կարծիքով որ դա մի քիչ քչացնեք, ամեն ինչ իր տեղում կլինի։ Շնորհակալություն։ Շատ անկեղծ էիր ամեն մի բառում եւ շատ սիրուն ձայն ունես։ Հետո այդ ուղիղ երգեցողության վրա աշխատելու են պրոֆեսիոնալ մարդիկ։ Գոր դու պատրաստ ես, չէ՞, որ քեզ գնահատելու ենք եւ անպայման ես ամեն ինչը հաշվարկելով, հաշվի առնելով եմ եկել այստեղ ու ինչ պատասխանել դուք տակ, ես բոլոր պատասխաններին էլ պատրաստ եմ, թե դրական, թե բացասական։ Այո, որովհետև այստեղ վերաբերմունքը բոլոր մասնակիցների հանդեպ հավասար է։ Ես շատ ուրախ եմ։
Այո, եւ այդպես է։ Ես հենց ինքս էլ այդպիսի վերաբերմունք էի ակնկալում։ Շատ դուրս գալիս է քո այդպիսի տրամադրվածությունը։ Այս փուլի համար իհարկե ես ասում եմ այո։ Գորջան, ես նույնպես ասում եմ այո, կեցես։ Գոր Համբարձումյան, Գոր Գրիգորյանը քեզ ասում է այո։ Շնորհակալ եմ շատ։ Դուք անցնում եք հաջորդ փուլ, շնորհավորում ենք։ Ապրես, գնաց։ Շնորհակալություն։ Ինձ թվում է նորմալ էր այդ հուզական վիճակը, բայց այնպես եմ արել, որ լարվածությունս չխանգարի ինչքան հնարավոր է։ Շնորհակալ ենք ձեզ լավ ելույթի համար, հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Անցա ես։ Օդ մարզինապաղպաղակները համի և զգացողությունների կատարյալ համադրություն են։ Պատրաստված են բարձրորակ սերուցքային կարագով և իտալական շոկոլադով, որը համտեսելիս հալչում է, պարգևելով անմոռանալի հաճույք։ Մանրակրկիտ ընտրված բաղադրիչների շնորհիվ յուրաքանչյուր համ դառնում է վայելք, որը արթնացնում է նոր զգացողություններ և ապրումներ։ Օդ մարզինապաղպաղակներ, նրանց համար, ովքեր կարևորում են բարձր որակը և բնական համի իսկությունը։ Ավելի քան 30 տարի, մեծ փորձառություն, միջազգային թռիչքներ, եվրոպական հանգստի փաթեթներ, ժամանցային միջոցառումներ խոշոր զբոսաշրջային նավերի վրա։ Աշխարհի բոլոր հյուրանոցների ամրագրում, հարսանիքների, մեղրամիսների անցկացման հնարավորություն, ճամփորդական անմոռաց հիշողություններ, SVH Travel, երբ ճանապարհորդությունը համախմբում է ընտանիքին և ընկերներին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Խաչատրյան Վարազդատն եմ, կամ կարճ ուղղակի Վարիկ։ Վարիկ։ Հա։ Չկա ճարիք առանց վարիկ։ Հաստատ։ Երևանից եմ 24 տարեկան, ավարտել եմ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը եւ բակալավրը եւ մագիստրատուրան, մասնագիտությամբ չինագետ դիվանագետ եմ։ Չիներեն կարող եք խոսել։ Կարողանում եմ։ Հələ այդ նույն բանը չիներեն ասել։ Ես նիհաուն գիտեմ։ Ճիշտ է։ Նիհա։ Նիհան ես գիտեմ, ուրիշ։ Ունեմ երաժշտական կրթություն, տերապետում եմ եւ դաշնամուրի եւ գիտարի, ինչպես նաեւ 11 տարեկանից վոկալ դասընթացներ անհատական, չինայինի դասախոս եմ նաև։ Միևնույն ժամանակ շատ մեծ IT ընկերություններից մեկում հանդիսանում եմ fundraising manager, այսինքն զբաղվում եմ ֆոնդ հայթայթմամբ, ինչպես հայերեն ասում են։ Կարծեմ 12 թե 13 տարեկան է, երբ որ վերջին հայ սուպերստարի եթերաշրջանը եղավ, ու դեռ այդ տարիքից միշտ երբ որ հեռուստացույցով դիտում էի, ինքս ինձ պատկերացնում եմ, որ գալու է այդ մի պահը, որ ես էլ այդ բեմի վրա լինեմ, ու հիմա արդեն այդ պահը իրոք եկել է։ Երգը բավական հայտնի երգ չի, James Blunt-ի Monsters երգն է, որ իրականում որդու եւ հոր հարաբերությունների մասին է, ինչպես է որդին հրաժեշտ տալիս հորը։ Ցավոք սրտի 16 տարեկանում կորցրեցի հորս, բայց դե կյանքը պատահում է, չեմ ընկճվում դրանից ու կցանկանայի զուտ պատվել ես ելույթով։ Շնորհակալ եմ։ No need to forget, no need to forget.
one. So I'll leave the light on. Let there be no darkness in your heart. I'm not your son, you're not my father. We just two grown men saying goodbye. No need to forgive, no need to forget. I know your mistakes and you know my heart. While you're sleeping, I'll try to make you proud. So daddy, won't you just close your eyes? Don't be afraid, it's my turn to chase the monsters away. Վարիկ, ուրեմն հուզիչ պատմություն պատմեցիք մեզ սկզբից, շատ ճիշտ ձևով տարակ նրան, թե ինչ պետք է կատարեք, որ մենք հասկանանք նաև ձեր հուզմունքը, բայց այդ ամենը պետք է մենք կողքի դնենք եւ գնահատենք ձեր երգեցողությունը։ Ես ճիշտ ասած ավելին էի սպասում եւ շատ ավելի կուզեի, որ ինչ-որ պոզիտիվ եւ այլ կերպից ձեզ ճանաչի, այսինքն երբ որ դուք խոսում եք, երբ որ դուք ներկայացաք եկաք, դուք նորից այլ տպավորություն դրա թողեցիք, քան երգելու եւ ինձ խնդիրը ոչ թե նրանում է, որ պատմությունն է տխուր այդպեսին, այլ երգեցողությունը։ Այսքանը կարող եմ ասել։ Ես էլ ճիշտ ասած ավելին էի սպասում ձեզանից։ Մի տեսակ հստակություն, վստահություն կա, դրական վիճակ կա ձեր խոսքի մեջ, ձեր լինելիության մեջ բեմում, հա, բայց եթե վերադառնանք ձեր իսկ նվագակցությամբ ձեր երգեցողությանը բուն, էլի ափսոսանք եմ զգում, որովհետև ինձ չբավարարեց ձեր երգեցողությունը։ Ես կասեմ շատ կարճ այո։ Ես ասում եմ ոչ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Եթե թույլ կտաք մի բան ավելացնեմ, պարոն Գլումով դուք որ շեշտեցիք բեմի վրա դրական, սակայն երգը տխուր, համաձայն եմ, ընդունում եմ ամբողջովին ձեր կարծիքը։ Երգի տխուրը չէր խնդիր, երգի պադաչայի հարցն է։ Հա, հասկացա։ Ձեր մատուցման մեջ է խնդիրը, որը բավականին թույլ է այս պարագայում։ Հասկացա, հա, շատ բարի։ Բայց համոզված եմ, եթե հնարավորություն տաք անպայման հաջորդ։ Ախր այնքան կարճ է այս ժամանակը, դուք պիտի օգտագործեք այս ժամանակը, որ ձեզ ցույց տաք։ Որ ոչ բոլորին է տրվում հնարավորություն գալ կանգնել այստեղ։ Հիմա ձեզ հետ խոսում է մի մարդ, ով անցել է այս ամբողջ ճանապարհով ու ես շատ լավ գիտեմ դրսում այնտեղ կուլիսային աշխարհում ինչ է կատարվում, որ բոլորը սրտատրով սպասում են։ Դրոպ։ Լիովին համաձայն եմ, բայց համոզված եմ հաջորդ անգամ կզարմացնեմ։ Ես ձեզ ասում եմ այո։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Չներեն ասա։ Ես դա չգիտեմ։ Ոնց է չներեն այո։ Շ։ Ինչ։ Շ, ուղղակի շ։ Շ։ Ես ասում եմ շ։ Ես ասում եմ շ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ։ Ոչը պու։ Պու։ Ասա մի հատ։ Պու։ Որտեղ վարիկ, այնտեղ բարիկ։ Դուք անցաք հաջորդ։ Շնորհակալ եմ շատ։ Շ, պու։ Շ։ Ոնց անցավ պատմի մի այդտեղ կանգնի։ Ընտիր, իրականում ընդունում եմ կարծիքները ու շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունը տվեցին, այնպես որ հաջորդ փուլի համար ավելի շատ ենք աշխատում։ Օդ Մարտինա սուրճերը ստեղծված են հատուկ նրանց համար, ովքեր գնահատում են իսկական համը։ Տեսականում մեջ ներառված են 3-ը մեկում սուրճեր, որոնք արագ են եւ հարմար ցանկացած պահի, ինչպես նաեւ արևելյան սուրճերի տեսականի, որոնց հարուստ բույրը եւ համը գրավում են հենց առաջին վայրկյանից։ Բարձրորակ հումք, հստակ համային բալանս եւ արագ պատրաստման հնարավորություն։ Այս ամենը դարձնում են Օդ Մարտինայի սուրճերը առօրյայի փոքրիկ հաճույք։ Այսօր, երբ շատացել են նեգատիվ լուրերը, սթրեսային իրավիճակները, լարվածությունը, տագնապը, մեր օրգանիզմը կարիք ունի վերականգնվելու։ Նման դեպքերում մեզ օգնության է գալիս Աֆոբազոլը։ Օգնում է պայքարել սթրեսի դեմ եւ ապրել խաղաղ եւ հանգիստ։ Աֆոբազոլ պետք չի հանձնվել սթրեսին։ Չմոռանաք խորհրդակցել բժշկի հետ։ Եթե քաղցած եք եւ ձեր սիրտը համեղ եւ առողջ ուտեստ է ցանկանում, պարզապես այցելեք Degusto.am։ Շատ կարճ ժամանակում ձեր պատվերը տեղ կհասնի։
Քաղաքի համեղ շաուրմաները, սուշիները, պիցցաները, խոյովածները, բուրգերները, ինչպես նաև խմորեղենի եւ ըմպելիքի մեծ տեսականի։ Հայկական, մեքսիկական, ասիական խոհանոցների լավագույն թարմ եւ համեղ ուտեստները մեկ վայրում՝ Degusto Food Studio։ Զանգահարեք եւ պատվիրեք 033 80 80 80։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներկայանաք։ Արսեն անունս, 23 տարեկան, եկել եմ պրոյեկտին մասնակցելու քաղաք Մոսկվայից։ Ծառայությունս ավարտելուն պես ծնողներս կանչեցին այնտեղ, քանի որ շուտվա ինձ այնտեղ էին բնակվում, միացա իրենց։ Երբ զորացրվեցի, կռիվն արդեն մի տարի է ինչ ավարտվել էր։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր այդ պահին իմ կողքն էին ու հավատ ինձ ներշնչեցին շարունակել այն ինչով հիմա զբաղվում եմ։ Ինչ եք երգելու Արսեն ջան։ Երգելու եմ Հայկոյի գեղեցկագույն ստեղծագործություններից մեկը՝ Ես քեզ սիրահարվել եմ։ Ինչ որ մեկին նվիրում եք, թե կամ դիմում եք այս երգով։ Այո։ Բոլոր սիրահարված մարդկանց, ովքեր կարողանում են սիրել։ Թվաց իր կողքս։ Ինչ որ կոնկրետ անձին չեք դիմում։ Ոչ։ Պատերազմից հետո, երբ որ զորացրվեցի 1 տարի անց, ոչինչ չէի ցանկանում այդ ընթացքում անել։ Հենց այդտեղ հասկացա ինչն է իմ ամենահոգեհարազատ ինձ գործը ու բնագավառը։ Միակ բանը, որ ինձ այդ ընթացքում ոգեշնչում էր ու մխիթարում էր, դա երգն էր։ Միայն դա էի ցանկանում անել, ուրիշ ոչինչ։ Այդտեղ հասկացա, որ հաստատ սա է այն գործը, որով պիտի զբաղվեմ մինչև կյանքի ավարտը։ Հազարումի ուղի անցնես դրված է ի վերուստ մի սեր այն մեկ է գտնելու եկես տանի հասնի դեպի աստղեր որոնց միայն տեսնում են աչքեր սիրահարված զգացմունքով լցված Ես քեզ սիրահարվել եմ սիրում եմ քեզ երազս կատարվել է սրտումս ես ես քեզ սիրահարվել եմ ինչքան հոգիս ուժ ունի Սիրելիս ես քեզ սիրահարվել եմ Սիրում եմ քեզ երազս կատարվել է Սրտումս ես ես քեզ սիրահարվել եմ Ինչքան հոգիս ուժ ունի Ձեզ խանգարում էր ակամպանիատորը, որովհետև տպավորություն էր, որ չեք կարողանում միմյանց հետ այդ երգը ոնց որ սկզբից մինչև վերջ գնալ, ճիշտն ասած չէի հասկանում դուք եք թե դուք։ Ճիշտն ասած ավելին էի սպասում ձեզանից, չէի ուզենա, որ երգը երբ որ երգում եք երկուսը դարձավ մեկ ցույց տակ, ոնց որ ինչ երգում եք ցույց եք տալիս, սիրտը երկուսը մեկ, կարծում եմ, որ պետք է ավելի շատ պատմեք, ոչ թե ցույց տակ։ Ես ընդունեցի, հասկացա։ Մասեր կար, ինչ որ հետաքրքիր, բայց շատ քիչ էր, այն որ խոշորացույցով նայում էի, որպեսզի ինչ որ մի բան գտնեմ, ինչ որ բան պատրաստել եք ուրիշ, բայց առանց նվագակցության միայն պրիպև շատ կարճ։ When it's not a cry you can hear at night It's not someone who's seen the light It's a cold and it's a broken Hallelujah Oh, hallelujah Hallelujah Hallelujah
դուք այնքան բեմական եք, այնքան համակրելի տղամարդ եք բեմում, անկեղծ եմ ասում, կարծում եմ եթերը բեմը ձեզ շատ սիրում է, բայց ձեր գլխավոր գործոնը այս պրոյեկտում առաջնային վոկալն է, երգեցողությունն է, որը ինձ համար սարսափելի շատ աշխատելու տեղ ունի։ Ու մի տեսակ այսպես ափսոսանքի զգացում ունեմ ես հիմա։ Ափսոսանքով վճիռ։ Իսկ հիմա այո, կամ ոչ, կամ այո։ Ես այս վոկալին չեմ կարող ասել այո, կներեք, ոչ։ Այս նախագծում հուսամ կբազմապատկվի փորձս նախկինում ձեռք բերած, պլյուս գծիկ կլինի այնտեղ, որ իրոք պետք է մնալ ու կայանալ որպես արտիստ հենց քո հայրենիքում։ Ես ասում եմ Սուզանեն հակառակ, ասում եմ այո։ Նո, շատ բարդ է ու միշտ մի տեսակ էս ծանր։ Բա դրա համար ասեցի։ Հա։ Արսեն, դուք սովորում եք այնտեղ, Մոսկվայում։ Այո, պրոֆեսիոնալ վոկալով եմ զբաղվում մասնագետների հետ։ Սովորում եմ այստեղ նաև հեռակա ճարտարապետական համալսարանում եմ սովորում։ Այստեղ սովորում եք ճարտարապետական։ Հեռակա։ Ես շատ չեմ ձգի եւ չեմ երկարացնի եւ միանգամից կասեմ, որ իմ կարծիքով պետքա հեռական փոխեք եւ գաք սովորեք այստեղ։ Ես ասում եմ այո։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Դուք անցաք հաջորդ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Դե ասեք, կիսվեք մի հատ էմոցիաներով, սպասում էիք, որ սենց վերջում սենց կփոխվի ու կասեն ձեզ այո։ Ոչ մի կերպ չէի սպասում։ Հալելույա։ Ինքը շատ սիմպաթիկ։ Դե անցավ հաջորդ։ Բայց չէր երգում։ Մի բան կարամ ասեմ, ուժեղագույնս պետք է աշխատեմ այդ լարվածության վրա, որպեսզի ըստ արժանվույնս ներկանամ հաջորդ փուլին ու հուսամ ոչ մի ժյուրի անդամի չեմ հիասթափեցնի։ Դու պատկերացնում ես այս վոկալ այս տեսքի հետ մի հատ էլ երգեր։ Սյուս դու կպարապես, նման նույն ազգանունն է։ Դե ձեզ մաղթում եմ հաջողություն։ Կհանդիպենք։ Եթե որոշել եք վերանորոգել բնակարանը, թարմացնել լոգասենյակը, փոխել սալիկները, լամինատե հատակները, պաստառները, ներկել պատերը, փոխել միջսենյակային դռները կամ տեղադրել նոր գազի կաթսա, ուրեմն ճիշտ ժամանակն է շտապել Էքստերիեր։ Էքստերիեր խանութ սրահներում կարող եք գտնել ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար։ Պոպուծի նոր հավելված Երևանից մարզեր եւ մարզերից Երևան երթերի համար։ Եթե վարորդ եք, ապա կարող եք գրանցվել, ստանալ բոնուսներ եւ կրճատել ձեր ճանապարհածախսը։ Պոպուծի Հայաստանի բոլոր երթերը մեկ հավելվածում։ Ներբեռնիր, երթևեկի, մաչելի եւ շահավետ։ Տեսակ ինչ լավ էին երգում։ Իսկ որ մասնակցի կատարումը ձեզ ամենաշատը դուր եկավ։ Այդ դրա մասին կարող եք գրել մեր մեկնաբանությունների բաժնում։ Իսկ մենք կհանդիպենք 5-շաբթի օրը ու վերջին անգամ կդիտենք լսումների փուլից հատվածներ։ Դե ինչ, անպայման կգաք։ Բայ։